Երբևէ մտածել եք, որ ամենամեծ խաբեությունը լինում է այնտեղ, որտեղ ամենաշատ են խոսում բարոյականության մասին։ Երբ մարդը, որը տասնամյակներ ամբիոններից քարոզում էր ազգային արժեքների պահպանման անհրաժեշտությունը, անում էր ճիշտ հակառակը։ Ընտանիքի անդամ, որը երբեք հարցազրույց չէր տալիս, վերջապես համաձայնեց խոսել։ Եվ այն, ինչ նա պատմեց փակ դռների հետևում կատարվածի մասին, բացատրում է շատ բան այն մասին, թե ինչու ամեն ինչ ավարտվեց հենց այդպես։ Այսօր առաջին անգամ տեսնում ենք փաստաթղթերը, որոնք նա պահել է 20 տարի։ Փաստաթղթեր, որոնք ապացուցում են, հանրային կերպարը եղել է միայն դիմակ։ Դիմակ, որի ետևում թաքնված էր ամբողջովին այլ կյանք։ Պատկերացրեք, դուք աճում եք հասարակ ընտանիքում, Երևանի ծայրամասային թաղամասերից մեկում, որտեղ յուրաքանչյուր դրամ հաշվի տեղ է։ Հայրը ասում է, որ պետք է աշխատել ընտանիքի համար, պահպանել ավանդույթները, հարգել ավագներին։ Դուք հավատում եք այդ խոսքերին, որովհետև տեսնում եք, թե ինչպես է նա յուրաքանչյուր առավոտ 6 ժամին արթնանում եւ գնում իր աշխատանքի։ Բայց ինչպես պետք է զգաս, երբ տարիներ անց իմանում ես, որ քո հորն ունեցել է երկրորդ ընտանիք։ Մի ընտանիք, որի մասին ոչ ոք չէր խոսում, որի մասին այնքան խնամքով էին լռում, որ նույնիսկ մերձավոր ընկերները գիտեին միայն գուշակությունները։ Այսօր մենք դուրս ենք բերում այդ պատմությունը ստվերից։ Գալուստ Սահակյանի հանրային կերպարը կառուցված էր աներկրպագելի հիմքերի վրա։ Խորհրդարանի նախագահ, տասնամյակներ քաղաքականության մեջ, հարգված ընտանիքի ղեկավար։ Նրա հանդեսներում անցնում էին հազարավոր մարդիկ, նրա ելույթները մեջբերում էին լրատվամիջոցները։ Նա խոսում էր պետության ապագայի, երիտասարդության դաստիարակության, ընտանեկան արժեքների մասին։ Բայց նույն այդ մարդը, ով այդքան համոզիչ էր հնչում հանրության առաջ, ուներ գաղտնիք, որը եթե բացահայտվեր ճիշտ ժամանակին, կարող էր ավերել ամեն ինչ՝ կարիերան, համբավը, ազդեցությունը։ Եվ այդ գաղտնիքը պահպանվեց ոչ թե պատահականորեն, այլ խնամքով կառուցված համակարգի շնորհիվ։ Համակարգի, որն ընդգրկում էր վերջին մանրամասները։ Ով կարող էր պատկերացնել, որ նա, ով իր հանրային ելույթներում անընդհատ կրկնում էր ընտանիքը սրբություն է, արտահայտությունը, իրականում վարում էր կրկնակի կյանք։ Արևելյան մշակույթում, որտեղ ընտանեկան արժեքները համարվում են անձեռնմխելի, նման բացահայտումը նշանակում է ոչ միայն անձնական ամոթ, այլև քաղաքական մահապատիժ։ Հասարակությունը, որը երկար տարիներ հավատում էր այդ կերպարին, պատրաստվում էր իմանալ ճշմարտությունը, բայց չէր պատրաստված այն ցավին, որը բերելու էր այդ բացահայտումը։ Գաղտնիքը սկսվել էր 30 տարի առաջ, երբ նա դեռ երիտասարդ քաղաքական էր։ Այդ ժամանակ նրա անունը դեռ չէր արձագանքում ամբողջ երկրում։ Նա աշխատում էր համայնքային մակարդակում, շփվում էր շատերի հետ, կառուցում էր կապեր։ Եվ մեկ այդ կապերից դարձավ ավելին, քան պարզապես աշխատանքային հարաբերություն։ Կին, որը հանդիպեց նրան մի քաղաքական միջոցառման ժամանակ, դարձավ նրա երկրորդ կյանքի մասը։ Սկզբում դա եղել է պարզապես մոլուցքը, իսկ հետո հարաբերություն, որը տևեց տարիներ։ Նրանք հանդիպում էին գաղտնի վայրերում, որոնց մասին գիտեին միայն երրորդ կողմի մի քանի մարդիկ։ Մարդիկ, ովքեր վճարվում էին լռության համար։ Բայց տարիների ընթացքում գաղտնիքը մեծանում էր։ Ի հայտ եկավ երեխա։ Ծնվեց այնպիսի պայմաններում, որ նույնիսկ ծննդյան վկայականը եղավ խնդիր։ Կինը ծննդաբերեց հեռավոր քաղաքում, որտեղ ոչ ոք չէր ճանաչում Գալուստ Սահակյանի երեսը։ Համարյա անհնար էր պատկերացնել, թե ինչպես էր նա կազմակերպում այդ ամենը, պաշտոնական ընտանիքը մի կողմում, գաղտնի կյանքը մյուսում։ Պահանջվում էր ոչ միայն գումար, այլև անքակտելի կառույց։ Մարդիկ, ովքեր կարգավորում էին նրա երկրորդ հանդիպումները, ովքեր տրամադրում էին անվտանգ բնակարաններ, ովքեր հսկում էին, որ ոչ մի լրագրող, ոչ մի խեղճ լուսանկարիչ չպարզի ճշմարտությունը։ Արդյոք կարող էր այդ ամենը մնալ գաղտնիք հավերժ։ 10 տարի անց իրավիճակը դարձավ ավելի բարդ։ Երեխան մեծանում էր, եւ հետ նրա մեծանում էին պահանջները։ Հագուստ, կրթություն, ապագա։ Գալուստ Սահակյանը դառնում էր ավելի հայտնի։ Դրա դեմքը երևում էր հեռուստացույցներում, լուսանկարները թերթերի առաջին էջերում։ Եվ հենց դա էր վտանգավորը։ Որքան ավելի տեսանելի էիր, այնքան ավելի մեծ էր հավանականությունը, որ ինչ-որ մեկը նկատի։ Որ կինը, ում հետ նա հանդիպում էր, դառնա ճանաչի մեր։ Չէ՞լի։ Որ երեխան, որը շրջում էր գաղտնի բնակարանում, պատահականորեն հանդիպի ինչ-որ լրագրողի։ Բայց համակարգը շարունակում էր գործել։ Փողի հոսքը երբեք չէր կանգնում։ Ըստ անանուն աղբյուրների, ամսական փոխանցվում էին զգալի գումարներ։ Այդ գումարները ուղևորվում էին բարդ ուղիներով, միջնորդներ, կանխիկացումներ, գաղտնի հաշիվներ։ Նման հոսքի կազմակերպումը պահանջում էր մարդկանց, ովքեր ոչ միայն հավատարիմ են, այլև արհեստավարժ։ Մարդկանց, ովքեր գիտեն, թե ինչպես թաքցնել հետքերը։ Եվ նման մարդիկ կային Սահակյանի շրջապատում։ Նրանք չէին կիսվում նման պատմություններով, բայց գիտեին բոլոր մանրամասները։
Հետաքրքրականն այն էր, որ այդ ամենի մասին պաշտոնական ընտանիքը չգիտեր։ Կամ գիտեր, բայց լռում էր։ Կնոջը, որը տարիներ շարունակ կանգնած էր նրա կողքին հանրային միջոցառումներում, երբևէ տրվել էին այդ անհանգստացնող նշանները։ Երբ նա գիշելով ուշանում էր առանց պարզաբանումների, երբ հեռախոսազանգեր էին գալիս, որոնց ժամանակ նա դուրս էր գալիս սենյակից, արդյոք անտեսված էին այդ նշանները, թե կարծում էին, որ դա սովորական քաղաքական աշխատանքի մասն է։ Տարիներ անց, երբ բացահայտվեց ճշմարտությունը, այդ հարցերը դառնալու էին ցավոտ։ Պաշտոնական ընտանիքի երեխաները աճում էին ճնշող մթնոլորտում։ Հայրը միշտ զբաղված էր, միշտ որևէ նիստում կամ գործուղման մեջ։ Նրանք հազվադեպ էին տեսնում նրան տանը, բայց երբ նա տուն էր գալիս, ստեղծում էր կատարյալ հոր կերպարը, հարցնում ուսուցման մասին, խորհուրդներ տալիս կարիերայի վերաբերյալ, խոսում ազգային հպարտության մասին։ Նրանք չէին կասկածում, որ միևնույն ժամանակահատվածում ուրիշ թաղամասում ուրիշ երեխա էլ անվանում էր նույն մարդուն հայր։ Թեև ոչ պաշտոնապես, թեև միայն մեկ առ մեկ հանդիպումների ժամանակ։ Երբ Գալուստ Սահակյանը հասավ խորհրդարանի նախագահի պաշտոնին, ռիսկը դարձավ անհամեմատելի։ Նրա կյանքն այժմ անընդհատ հսկողության տակ էր։ Ընդդիմադիրները փնտրում էին ցանկացած թուլություն, լրատվամիջոցները սկանդալ, եւ նման սկանդալը, եթե բացահայտվեր, կլիներ պայթուցիկ։ Այլ ոչ թե պարզապես քաղաքական կրիզիս, այլ ամբողջ համակարգի փլուզում։ Որովհետև եթե խորհրդարանի նախագահը կարող էր տարիներ շարունակ խաբել իր ընտանիքին, հասարակությանը, իր ընտրողներին, ապա կարող էր ինչ-որ մեկը վստահել նրան։ Բայց նա շարունակեց խաղը։ Համարձակությամբ, թե հուսահատությամբ։ Արդյոք նա հավատում էր, որ կարող է հավիտյան պահել այդ գաղտնիքը, թե պարզապես ապրում էր մի օրից մյուսը, խուսափելով մտածելուց, թե ինչ կլինի, եթե ամեն ինչ փլվի։ Հոգեբանները կասեին, որ դա կոգնիտիվ դիսոնանսի կլասիկ դեպք է, երբ մարդը կարող է պահել մտքում երկու հակասական իրականություններ առանց նրանց թույլ տալու հակադրվել։ Բայց որքան կարելի է այդպես ապրել, որքան ժամանակ կարելի է կապել ճշմարտությունը։ Հարցը ով գիտեր էր ամենակարևորը։ Գաղտնիքը պահպանելու համակարգը ներառում էր մի շարք մարդկանց, ովքեր տարբեր պատճառներով պահպանում էին լռությունը։ Կային նրանք, ովքեր վճարվում էին, կային նրանք, ովքեր վախենում էին Սահակյանի ազդեցությունից, եւ կային նրանք, ովքեր կապված էին իրենց սեփական շահերով այդ համակարգի հետ։ Ամենավտանգավորը վերջիններն էին, քանի որ նրանք ուներին շահագրգռվածություն, որ գաղտնիքը պահվի։ Բայց ամենանն էլ հույսը դնում էին մեկ բանի վրա, որ ոչ ոք արտաքինից չհայտնվի այդ ցանկի մեջ։ Այդ հույսը փշրվեց մի քանի տարի առաջ, երբ կինը, ով տարիներ լռել էր, սկսեց դժգոհել։ Նա չէր առաջարկում հրապարակայնացնել պատմությունը, գոնե ոչ սկզբում։ Ուղղակի պահանջում էր ավելի շատ, ավելի լավ բնակարան, երեխայի համար ավելի մեծ ապագա, իսկ ամենակարևորը՝ ճանաչում։ Ոչ հրապարակային, այլ մասնավոր։ Պահանջում էր, որ Գալուստ Սահակյանը ճանաչի երեխային իր որդի, թեկուզ միայն ներքին ընտանեկան հարաբերություններում, բայց նույնիսկ դա էր անհնար։ Հարցերը դառնում էին սուր։ Միջնորդները, ովքեր տարիներ իրականացնում էին կապը նրանց միջև, հանկարծ հայտնվեցին դժվար դրության մեջ։ Մի կողմում պաշտոնական ընտանիքը, որն ավելի եւ ավելի կասկածելի էր դառնում։ Մյուս կողմում երկրորդ կինը, որը սպառնում էր բոլորին բացահայտել, եթե չստանա իր պահանջածը։ Երրորդ կողմում Գալուստ Սահակյանն ինքը, ով փորձում էր պահպանել հավասարակշռությունը, բայց զգում էր, որ վերահսկողությունը սահում է ձեռքից։ Մի գիշեր նա պատմել է իր ամենամոտ օգնականին, որ չի կարողանում երկար այսպես շարունակել։ Ըստ այդ օգնականի, որը տարիներ անց, երբ արդեն ամեն ինչ ավարտված էր, խոսեց անանուն պայմանով, Սահակյանը զգում էր, որ կորցրել է ամեն ինչ։ Ոչ միայն հսկողությունը իր երկրորդ կյանքի վրա, այլև հսկողությունը իր սեփական հույզերի վրա։ Նա սկսել էր վախենալ, որ մի օր առավոտյան արթնանա եւ բոլոր թերթերի առաջին էջերում կլինի իր լուսանկարը, ժողովրդավարը կրկնակի կյանքով, վերտարությամբ։ Բայց ինչու մարդը, ով այսքան երկար կարողացավ պահել գաղտնիքը, հանկարծ սկսեց կասկածել իր հնարավորությունների մեջ։ Պատասխանը կրկին կապված էր փողի հետ։ Փող, որը ամենավստահելի լռեցնողն է, կարող է նաև դառնալ ամենավտանգավոր քայքայիչը, երբ հոսքը դանդաղում է։ Երբ տնտեսական իրավիճակը փոխվում է, երբ սկսում են հարցեր տալ, թե ինչու այսքան գումար է անհետանում առանց հստակ նպատակի։ Այդ հարցերը պարտադիր չէ, որ գան հանրությունից։ Դրանք կարող են գալ ընտանիքի ներսից, մերձավոր ընկերներից, նույնիսկ հաշվապահներից։ Երբ Սահակյանի կնոջ եղբայրը, ով էլ զբաղված էր քաղաքական գործունեությամբ, սկսեց հարցեր տալ իր քրոջը փողի ծախսերի մասին, իրավիճակը դարձավ կրիտիկական։ Աղբյուրներ հաղորդում են, որ կինը նկատել էր ընտանեկան բյուջեից սովորականից շատ ավելի փող էր անհետանում։ Սկզբում կարծում էր, որ դա կապված է քաղաքական կամ բիզնես գործառնությունների հետ,
բայց մի գիշեր, երբ նա պատահականորեն տեսավ հեռախոսում հաղորդագրություն, որը մնացել էր չջնջված, սկսվեց կասկածը։ Խոսք չկար, որ այդ հաղորդագրությունը հավաստում էր ինչ-որ բան կոնկրետ, բայց պատկերաբանության տակ կար բավականաչափ, որ սկսես հարցնել։ Դա էր այն պահը, երբ ամեն ինչ սկսեց փլվել։ Թե դա մեկ այլ քանի դեպքերից էր, որոնք լարվածություն էին ավելացնում։ Հաստատ գիտենք միայն մեկ բան, որ նախքան 2019 թվականը Գալուստ Սահակյանը ապրում էր անընդհատ սթրեսի տակ։ Նրա սովորական օրվա ընթացքում պահանջվում էր մի քանի անգամ փոխել դեր, համայնքային հայր, քաղաքական հեղինակություն, ընտանեկան մարդ եւ գաղտնի սիրահար։ Յուրաքանչյուր դեր պահանջում էր նոր դեմք, նոր խոսակցության ոճ, նոր պատմություն։ Համախմբում էր սա ի սպառվածությունը։ Նրա մերձավորները նկատում էին, որ նա դարձել է ավելի դժգոհ, ավելի վախկոտ, ավելի քաշվող։ Հավաքներում, որտեղ նախկինում նա առաջինը էր ներկայանում գաղափարներով, այժմ նստում էր լուռ, մտորված։ Ընտանիքում, որտեղ նախկինում միշտ ժամանակ էր գտնում երեխաների համար, այժմ հակված էր կորցնել համբերությունը պատճառով։ Մարդիկ բնականաբար կապում էին դա քաղաքական ճնշումների հետ, քանի որ այդ տարիներին երկրում իրավիճակը լարված էր։ Բայց իրականում ճնշումը գալիս էր ավելի մոտիկից։ Կա՞ր արդյոք փախուստի ծրագիր։ Արդյոք միտք էր անցել նրա գլխով, որ կարող էր պարզապես հեռանալ երկրից, թողնել բոլորին, երկու ընտանիքներին, քաղաքականությանը, պատասխանատվությանը։ Կարող է ինչ-որ պահին նա պլանավորել է դա։ Եթե այդպես էր, ումն էր նա պատմել այդ մտադրության մասին։ Եվ եթե ոչ, ապա ինչու չէր խոսում այդ մասին։ Մարդը, ով դարձել էր գաղտնիքների պահպանման մեջ վարպետ, հանկարծ հայտնվել էր իրավիճակում, երբ իր սեփական գաղտնին գաղտնիքը դառնում էր նրան տանելի։ Եվ դա ամենավտանգավոր պահն է, երբ գաղտնիքը տեղափոխվում է ներքին պատերից դեպի արտաքին աշխարհ, երբ լռությունը, որը երկար տարիներ պահպանվել էր խնամքով եւ ծախսերով, սկսում է ճաքել, երբ այն մարդիկ, ովքեր վճարվել էին լռելու համար, սկսում են մտածել, արդյոք նրանց լռությունը բավականաչափ թանկ է գնահատվել, եւ երբ այդ ճաքերը հայտնվում են, դրանք արագ են ընդլայնվում։ Մինչև վերջին րոպեն հավատում էի, որ մենք կփրկվենք, ասում է նախկին օգնականը, ով տարիներ աշխատել է Գալուստ Սահակյանի ապարատում եւ ձեռքերը դեռևս դողում են 30 տարի անց։ Այս մարդը, ով պայմանավորվել է խոսել միայն անանուն, տեսել է այն, ինչ տեսել են շատ քչերը, թե ինչպես էր պահպանվում կրկնակի կյանքը, ինչպես էին փողերը հոսում գաղտնի ուղիներով եւ ինչպես էր ամբողջ համակարգը սկսում փլվել, երբ վստահությունը դարձավ թունավոր։ Նա հիշում է, թե ինչպես Սահակյանը մի առավոտ եկավ գրասենյակ, դեմքը սպիտակ, եւ ասաց, որ պետք է անմիջապես գտնել նոր միջնորդ, քանի որ հինը չափազանց շատ գիտի։ Այդ օրից նրանք սկսեցին փոխել մարդկանց ամեն 6 ամիսը մեկ։ Մարդիկ, ովքեր երեք էին հավատարիմ, այսօր դառնում էին վտանգ։ Ով կարող էր ապրել այդպես, երբ քո ամենամոտ մարդիկ վերածվում են պոտենցիալ թշնամիների։ Օգնականը պատմում է, որ Սահակյանը սկսել էր վարվել տարօրինակ նախքան 2019 թվականը։ Նրա գրասենյակը, որը նախկինում բաց էր բոլորի համար, հանկարծ դարձավ ամրոց։ Նա պահանջում էր, որ բոլոր հեռախոսազանգերը նախ անցնեն ֆիլտրացում։ Բոլոր հանդիպումները պետք է լինեին նախապես հաստատված։ Նույնիսկ իր ամենամոտ աշխատակիցները չէին կարող այլևս մտնել առանց նախազգուշացման։ Այն մարդը, ով տարիներ քարոզել էր թափանցիկության մասին, ապրում էր փակ ապակե տուփի մեջ։ Օգնականը նկարագրում է մի դեպք, երբ Սահակյանի կինը անսպասելի եկավ խորհրդարան, եւ նա այնքան սթրեսված էր, որ մի ամբողջ ժամ չէր կարող խոսել կապված։ Ինչով էր նա այդքան վախեցած։ Ինչից էր վախենում իր սեփական կնոջից։ Թե վախենում էր, որ նա բացահայտելու է մի բան, որ նա չէր ուզում, որ ինչ-որ մեկը լսի այդ պահին։ Բայց ամենադժվարը ըստ օգնականի եղավ այն պահը, երբ նա պետք է կազմակերպեր հանդիպում երկու կանանց միջև, առանց նրանց իմացության։ Սահակյանը պահանջեց, որ երկու կանայք լինեին միևնույն բինային միջոցառման վրա, բայց երբեք չհանդիպեին։ Օգնականը պետք է ժամացույցային ճշգրտությամբ կառավարեր նրանց ժամանակացույցը, մեկը մտներ, մյուսը դուրս գար, եւ երբեք չլիներ պահ, երբ նրանք միմյանց կտեսնեին։ Ես զգացի ինձ հանցագործ, ասում է օգնականը։ Եվ ճիշտ է ասում, քանի որ այդ օրը նա ոչ միայն կազմակերպում էր լոգիստիկա, այլ մասնակցում էր խաբեության։ Հարց, որը նրան անհանգստացնում էր այդ օրը եւ շարունակում է անհանգստացնել այսօր, արդյոք պաշտոնական կինը գիտեր, որ ինչ-որ բան սխալ է։ Արդյոք նա տեսավ այն երկրորդ կնոջը, ով հեռանում էր դռնից, երբ ինքը մտնում էր։ Եվ երբ միջնորդները սկսեցին փոխվել ավելի եւ ավելի հաճախ, երբ գումարների հոսքերը դարձան անկանխատեսելի, երբ յուրաքանչյուր հանդիպում սկսեց պարունակել վախի նշաններ, օգնականը հասկացավ, վերջը մոտ է։ Նա հիշում է վերջին հանդիպումը Սահակյանի հետ, երբ նրանք նստած էին գրասենյակում ուշ երեկոյան, եւ Սահակյանը նայեց նրա աչքերին եւ ասաց.
Եթե մի օր ինչ-որ բան պատահի ինձ, խոստացիր, որ պաշտպանես իմ ընտանիքին։ Օգնականը չհարցրեց, որ ընտանիքին, քանի որ պատասխանը բարդ էր։ Ով կարող է պաշտպանել երկու ընտանիքներ միաժամանակ, երբ նրանցից մեկն իսկապես չգիտի մյուսի գոյության մասին։ 3 ամիս առաջ Սահակյանը ստանում է այցելու, որին ոչ ոք չէր սպասում։ Ուշ երեկո էր, երբ Պահակն զանգահարեց գրասենյակ եւ ասաց, որ ներքևում կանգնած է ինչ-որ մեկը, ով ուզում է անձամբ տեսնել նախագահին։ Անունը նա չի ասում, բայց ունի մի նամակ, որը ըստ նրա փոխելու է ամեն ինչ։ Սահակյանը սովորաբար երբեք չէր ընդունում այցելուներ առանց նախնական պայմանավորվածության, բայց այդ երեկո, հենց նկարագրությունը լսելուց հետո, նրա դեմքը փոխվեց։ Օգնականը, ով հաղորդակցում էր Պահակի հետ, ասում է, որ Սահակյանը լռեց մի քանի վայրկյան, ապա ասաց. «Թող բարձրանա, բայց դու մնում ես դրսում։ Ոչ ոք չպետք է իմանա այս այցելության մասին»։ Այցելում եկավ եւ մնաց գրասենյակում 45 րոպե։ Ամբողջ այդ ժամանակ օգնականը սպասում էր դրսում, լսելով, թե ինչպես են ներսից գալիս ձայներ։ Նախ հանգիստ զրույց, ապա բարձրացող տոնայնություն, վերջում գրեթե բարձրաձայն վիճաբանություն։ Երբ այցելուն դուրս եկավ, նրա դեմքը դաղցավում էր, եւ նա անմիջապես հեռացավ, ասելով միայն «Մեկ շաբաթ ունեք որոշելու»։ Օգնականը մտավ գրասենյակ եւ գտավ Սահակյանին նստած իր աթոռին, նայող պատուհանից դեպի մութ Երևանը։ Նա չէր շարժվում, ձեռքերն էին թրթռում։ Ամեն ինչ ավարտվեց, եզրակացրեց Սահակյանը, առանց շրջվելու։ Օգնականը չհարցրեց, ով եկավ կամ ինչ ասաց։ Նա համարձակվեց միայն մեկ հարց տալ. «Ինչ պետք է անենք»։ Սահակյանը շրջվեց, եւ նրա դեմքի վրա օգնականը տեսավ ոչ թե բարկություն կամ վախ, այլ մի բան ավելի վատ՝ պարտվածության ընդունում։ «Այլևս ոչինչ», ասաց նա։ Եվ այդ երկու բառը պարունակում էին ավելին, քան ամբողջ ժամային բացատրությունը։ Հաջորդ օրերին Սահակյանը դարձավ շատ ավելի փակ։ Նա չէր պատասխանում հեռախոսներին, չէր ընդունում այցելուներ, չէր գալիս կարևոր նիստերի։ Պաշտոնական բացատրությունն էր, որ նա ինֆլուենցա ունի, բայց նրա ամենամոտ աշխատակիցները գիտեին, դա ստախոսություն է։ Օգնականը փորձեց մի քանի անգամ խոսել նրա հետ, բայց ստանում էր միայն կարճ պատասխաններ։ Ամեն ինչ կարգի մեջ է։ Մի անհանգստացիր, շուտով կլավանանք։ Բայց ինչով կլավանային։ Այցելուն, ով եկել էր ուշ երեկոյան, ով էր, եւ ինչ պահանջել էր նրանից մեկ շաբաթվա ընթացքում որոշելու։ Քննարկումներ են, որ այդ այցելուն եղել է ինչ-որ մեկը երկրորդ կնոջ ընտանիքից։ Ոչ թե ինքը կինը, այլ ինչ-որ մեկը, ով իր անունից խոսում էր։ Եղբայր, հավանաբար, կամ ծնող։ Այդ մարդը եկել էր պահանջներով, որոնք արդեն չէին վերաբերում միայն գումարների հոսքին կամ լավ բնակարանին։ Այս անգամ խոսքը վերաբերում էր պաշտոնական ճանաչմանը, եւ ոչ թե մասնավոր, այլ հրապարակային։ Պահանջում էին, որ Սահակյանը հրապարակավ ճանաչի երեխային իր որդի։ Եթե ոչ, նրանք պատրաստ էին գնալ մամուլ բոլոր փաստաթղթերով, բոլոր լուսանկարներով, բոլոր գաղտնիքներով։ Արդյոք կարելի էր մերժել այդ պահանջը։ Հարց ոչ թե իրավական էր, այլ էգզիստենցիալ։ Ինչպես կարող էր Սահակյանը ճանաչել երկրորդ ընտանիքը, երբ առաջինը դեռ չգիտեր դրա մասին։ Ինչպես կարող էր նա պատմել իր պաշտոնական կնոջը, որ տարիներ ապրել է կրկնակի կյանքով։ Պատմել իր երեխաներին, որ նրանք ունեն կիսեղբայր, որի մասին երբեք չեն լսել։ Ինչպես կարող էր այս ամենը անել առանց կորցնելու ամեն ինչ՝ կարիերան, հարգանքը, ամբողջ այն ամենը, ինչ կառուցել է 30 տարի։ Ով էր այդ այցելուն, որը մի երեկո եկավ եւ փոխեց ամեն ինչ։ Փաստաթղթերը, որոնք պահպանվել էին տարիներ գաղտնի տեղում, սկսեցին աստիճանաբար հայտնվել։ Առաջին անգամ դրանք երևացին, երբ ինչ-որ մեկը անանուն ուղարկեց մի փաթեթ մի ընդդիմադիր լրագրողի։ Փաթեթի մեջ կային լուսանկարներ, բանկային փոխանցումների անդորրագրեր եւ նամակներ, որոնք հստակորեն ցույց էին տալիս երկարամյա հարաբերությունների գոյությունը Սահակյանի եւ մի անծանոթ կնոջ միջև։ Լրագրողը, ով տարիներ հետապնդել էր Սահակյանին քաղաքական սկանդալների համար, հանկարծ ստացավ ինչ-որ բան շատ ավելի ուժեղ՝ անձնական կործանարարություն։ Նա չէր հրապարակել նյութը անմիջապես, բայց սկսեց ստուգումներ, դիտարկում տարբեր աղբյուրներ, փորձում հաստատել այդ փաստաթղթերի իսկությունը։ Քանի որ եթե դրանք իսկական էին, նա պահում էր ձեռքում ամենամեծ սկանդալը վերջին տասնամյակների ընթացքում հայկական քաղաքականության մեջ։ Բայց նա նաև գիտեր, որ սխալ քայլը կարող էր ոչնչացնել ամեն ինչ։ Լրագրողը սկսեց զանգահարել աղբյուրներին, որոնք կապված էին Սահակյանի շրջապատի հետ։ Նա չէր հարցնում ուղղակի հարցեր, այլ փորձում էր հասկանալ, թե արդյոք շրջապատում մարդիկ իմանում էին ինչ-որ բան։ Եվ պատասխաններ, որոնք նա ստացավ, լցված էին անորոշությամբ։ Մեկը ասաց. «Խոսակցություններ կային, բայց ես երբեք չեմ տեսել ապացույցներ»։ Մեկ ուրիշը.
Եթե դա ճշմարտություն է, ես շոկի մեջ կլինեմ։ Երրորդը ընդհանրապես չէր պատասխանել։ Այդ լռությունները ավելի ուժեղ էին, քան ցանկացած խոսք։ Քանի որ լռությունը հաստատում էր, որ ինչ-որ բան կար, որ մարդիկ գիտեին, բայց վախենում էին խոսել։ Մինչդեռ Սահակյանի ընտանիքում իրավիճակը դառնում էր անտանելի։ Կինը, ով սկզբում լռել էր, սկսեց հարցեր տալ ավելի եւ ավելի կոպիտ։ Նա պահանջեց պարզաբանումներ. ուր են գնում փողերը, ինչու են հանկարծ անհայտանում մեծ գումարներ, ով են այդ մարդիկը, ում հետ նա շփվում է անընդհատ։ Սահակյանը փորձեց խուսափել պատասխաններից, ասելով, որ դրանք վերաբերում են քաղաքական գործունեությանը եւ արտահայտելը կարող է վտանգավոր լինել, բայց այդ բացատրությունը աշխատեց միայն առաջին անգամ։ Երկրորդ անգամ նրանց միջև սկսվեց վեճ, որը տևեց 1 ամբողջ գիշեր։ Ըստ մերձավոր հարևանների, որոնք լսեցին ձայներ, կինը պահանջում էր ճշմարտությունը, իսկ Սահակյանը կրկնում էր, որ դու չես կարող հասկանալ, թե ինչ իրավիճակում եմ ես այժմ։ Այդ գիշերից հետո նրանց հարաբերություններում ինչ-որ բան վերջնականորեն կոտրվեց։ Կինը սկսեց իր սեփական հետաքննությունը։ Նա արդեն չէր հավատում ամուսնու խոսքերին եւ որոշեց ինքը պարզել, թե ինչ է կատարվում։ Նա գտավ փաստաթուղթ, որը հաստատում էր փողի փոխանցումներ նույն հասցեին ամեն ամիս վերջին 10 տարվա ընթացքում։ Եվ այդ հասցեն չէր իր տունը, չէր գրասենյակը եւ ոչ էլ որևէ հայտնի բիզնես գործընկեր։ Նա գրանցեց այդ հասցեն եւ որոշեց ինքը գնալ։ Ինչ տեսավ այդտեղ, փոխեց նրա կյանքը հավերժ։ Երբ կինը հասավ այն հասցեին, որը գտել էր փաստաթղթերում, տեսավ մի բնակարան 5-րդ հարկում, հասարակ շենքում, որն ոչինչով չէր տարբերվում հարակից տասնյակ շենքերից։ Նա բարձրացավ սանդուղքով, սիրտը դողում էր, քանի որ չգիտեր չգիտեր, թե ինչ է սպասվում։ Դռան վրա անուն չկար, նա զանգեց։ Դուռը բացեց կին, 30 տարեկան, գուցե քիչ մի ավելի կամ քիչ մի պակաս, դեմքը հոգնած, աչքերում անհանգստություն։ Երբ նա տեսավ այցելուին, նրա դեմքի արտահայտությունը անմիջապես փոխվեց։ Ոչ վախ, ոչ զարմանք, այլ մի տեսակ հեգնանքային ընդունում։ Վերջապես եկաք, ասաց այդ կինը։ Սահակյանի պաշտոնական կինը չկարողացավ խոսել մի քանի վայրկյան։ Նա նայեց կնոջը, ապա ներս բնակարանին, որտեղ երևում էին երեխայի խաղալիքներ, նկարներ պատերին, ամբողջ մի կյանք, որի մասին նա ոչինչ չգիտեր։ Ո՞վ եք դուք, վերջապես հարցրեց նա։ Երկրորդ կինը ժպտաց դառնորեն եւ պատասխանեց. Ես ոչ ոք չեմ։ Ես միայն այն մարդն եմ, որին ձեր ամուսինը խոստացել էր ամեն ինչ, բայց ոչինչ չտվեց։ Նրանք խոսեցին 2 ժամ։ Երկրորդ կինը պատմեց ամեն ինչ, թե ինչպես են նրանք հանդիպել, թե ինչպես է Սահակյանը խոստացել, որ կթողնի պաշտոնականն ընտանիքը եւ կկազմակերպի նոր կյանք նրանց համար, թե ինչպես են այդ խոստումները մի առ մի փլվել տարիների ընթացքում։ Նա ցույց տվեց փաստաթղթեր, նամակներ, որոնք գրված էին Սահակյանի ձեռքով, լուսանկարներ, որտեղ նրանք միասին էին, եւ վերջում ծննդյան վկայական, որի վրա հորանունը թողնված էր դատարկ։ Նա պահանջեց, որ ես չգրեմ նրա անունը, ասաց երկրորդ կինը։ Ասաց, որ դա կպաշտպանի մեզ։ Բայց ով պաշտպանեց նրանց տարիների լռությունից, մենությունից, այն զգացումից, որ դու միշտ երկրորդ տեղում ես։ Պաշտոնական կինը լսում էր եւ յուրաքանչյուր բառը խորանում էր ավելի եւ ավելի խոր։ Նա չէր լացում, ցասումը դեռ չէր եկել։ Այդ պահին զգում էր միայն ռեալականության տարօրինակ խեղաթյուրում, կարծես նայում էր ուրիշի կյանքին։ Իսկ երեխան, հարցրեց նա հանկարծ։ Երկրորդ կինը շրջվեց դեպի սենյակը եւ կանչեց մի անուն։ Դռնից դուրս եկավ տղա, մոտավորապես 12 տարեկան, նստեց մոր կողքին, նայեց այցելուին զգուշությամբ։ Եվ այդ պահին պաշտոնական կինը տեսավ հորը նման դեմքի գծերը, նույն աչքերը, նույն քթի ձևը։ Ինչպես կարող էր ժխտել այս ապացույցը։ Նա վեր կացավ, շնորհակալություն հայտնեց կնոջը խոսելու համար եւ ասաց, որ պետք է գնա։ Երբ նա իջնում էր սանդուղքով, զգաց, թե ինչպես է ամբողջ նրա կյանքը փուլ գալիս։ Տասնյակ տարիների ամուսնություն, 3 երեխա, հաշվառված կյանք, ամեն ինչ հանկարծ դարձել էր դեկորացիա։ Նա ապրել էր դեկորացիայի մեջ, մինչդեռ իրական կյանքը հոսում էր մեկ այլ հասցեում։ Արդյոք Սահակյանը գիտեր, որ այս հանդիպումը տեղի է ունենալու։ Երբ պաշտոնական կինը վերադարձավ տուն այդ օրը, չնաչխոսեց ամուսնու հետ։ Նա պարզապես մտավ իր սենյակը եւ փակեց դուռը։ Սահակյանը, ով տանը էր այդ օրը, զգաց, որ ինչ-որ բան ճգնաժամային է տեղի ունեցել, բայց չհամարձակվեց հարցնել։ Երեկոյան ընթրիքի ժամանակ կինը վերջապես խոսեց։ Նա նայեց ամուսնուն աչքերին եւ հարցրեց միայն մեկ բան. Քանի տարի։ Սահակյանը չպատասխանեց։ Նա գիտեր, որ պատասխանը արդեն անկարևոր է, քանի որ ամեն ինչ կորած էր այդ մի հարցի մեջ։ Գալուստ Սահակյանի մարմինը սկսեց դավաճանել նրան 2017 թվականին։ Առաջին նշանները եղան անճանաչելի։ Թրթռուն ձեռքեր առավոտյան սուրճ խմելիս։
Հոգնածությունը, որը չէր անցնում քնից հետո։ Քաշի կորուստը, որը նկատում էին բոլորը, բայց ոչ ոք չէր համարձակվում խոսել։ Նրա անձնական բժիշկը, ով 15 տարի սպասարկել էր նրան, սկսեց անհանգստանալ։ Նա պահանջեց հետազոտություններ, բայց Սահակյանը մերժեց։ «Ժամանակ չունեմ հիվանդանոցների համար», ասում էր նա, բայց իրականում վախենում էր ուրիշ բանից։ Վախենում էր, որ բժշկական փաստաթղթերը, որտեղ գրված կլինի ստրեսի աստիճանը, կարող են արտահոսք գտնել, որ ինչ-որ մեկը կարող է հասկանալ, այդ ստրեսի պատճառը չէ քաղաքականությունը, այլ անձնական կյանքի փլուզումը։ Նրա դեմքը սկսեց փոխվել կերպարանափոխության մեջ, որը տևեց ամիսներ։ Մորուքները, որոնք տարիներ մնացել էին սև, հանկարծ ծածկվեցին ճերմակ մազերով։ Ոչ աստիճանաբար, ինչպես բնական ծերացման ժամանակ, այլ խառնարանով, անհավասար։ Աչքերը խորացան, շրջապատված մութ շրջանակներով։ Քայլելու ձևը փոխվեց, ավելի դանդաղ, ավելի զգուշորեն, կարծես յուրաքանչյուր քայլ պահանջում էր հաշվարկ։ Նրա ամենամոտ օգնականը, ով տեսնում էր նրան ամեն օր, վերջապես համարձակվեց հարցնել. «Դուք ֆիզիկապես լավ եք զգում»։ Սահակյանը նայեց նրան երկար, ապա պատասխանեց. «Երբեք ավելի լավ»։ Բայց նրա ձայնը դողում էր։ 2018 թվականի սկզբին նրա քաշը նվազել էր 12 կիլոգրամ 6 ամսում։ Կոստյումները, որոնք նախկինում կատարելապես հարմարվում էին, այժմ կախվում էին ազատ։ Նա պահանջեց կարել նորերը, բայց նույնիսկ դրանք շատ շուտով դառնում էին մեծ։ Մարմինը սպառվում էր ոչ միայն ֆիզիկապես, այլև ներսից։ Բժիշկը, ով վերջապես կարողացավ համոզել նրան անցնել մանրակրկիտ զննում, հայտնաբերեց բարձր կորտիզոլի մակարդակ, ստրեսի հորմոն, որը նորմայից 3 անգամ ավելի էր։ «Դուք պետք է հանգստանաք», ասաց բժիշկը։ «Ձեր մարմինը լարվածության գահավիժակի եզրին է»։ Սահակյանը ժպտաց տառնորեն եւ պատասխանեց. «Հանգստանալ կարող եմ, երբ ամեն ինչ ավարտվի»։ Բայց ո՞րն էր ավարտը։ Ինչպես կավարտվեր այս ամենը։ Երբ մարդը տարիներ ապրել է կրկնակի կյանքով, երբ ստվերները դարձել են իրականություն, երբ յուրաքանչյուր նոր օր բերում է նոր վտանգ, ավարտ կարող է լինել։ Նրա քունը փոխվել էր սարսափազդու մահարձանի։ Նա արթնանում էր գիշերվա կեսին, սրտի զարկերը բարձր, շրթունքները թաց քրտինքից։ Երազները լցված էին հետապնդումներով, լրագրողներ, ովքեր վազում էին նրա ետևից, լուսանկարիչներ, ովքեր ֆլեշներ էին պայթեցնում նրա դեմքին, ձայներ, որոնք պահանջում էին պատասխաններ։ Նա վեր էր կենում, գնում հայելու մոտ, նայում իր անդրադարձին եւ ոչինչ չէր ճանաչում։ Ո՞վ էր այդ մարդը նվազած այտերով, թոթվածող շուրթերով, աչքերում մշտական տագնապով։ Գիտեր արդյոք նա, որ այս ամենը ցույց էր տալիս։ Արխիվները պատմում են պատմություն, որը Սահակյանը երբեք չուզեց, որ պատմվի։ Անվտանգության ծառայության քարտարանի խորքում, ետնամասի կաբինետներում, որտեղ տեսողական հսկողության տակ են պահպանվում ամենազգայուն փաստաթղթերը, գոյություն ուներ թղթապանակ, մառանային կոդով 3 գույնով։ Այդ կոդը նշանակում էր ոչնչացման ենթակա առաջին առաջնահերթությամբ։ Ներսում 356 էջ, բժշկական հաշվետվություններ, ֆինանսական տրանզակցիաներ, լուսանկարիչների զեկույցներ, հաղորդակցությունների արձանագրություններ։ Ամեն ինչ, որ կարող էր քայքայել նրան։ 2019 թվականի փետրվարի 20-ին ինչ-որ մեկը մտավ այդ արխիվը լիազորված գրությամբ։ Փաստաթուղթը կրում էր Սահակյանի անձնական ստորագրությունը եւ պահանջում էր թղթապանակի հանձնումը վերջնական ոչնչացման համար։ Արխիվարը 35 տարի այդ աշխատանքում ասում է, որ չէր տեսել երբեք այդպիսի լիազորություն այդքան բարձր մակարդակում։ Նա տրամադրեց թղթապանակը, գրանցեց դուրսբերումը եւ անձը հեռացավ։ Բայց 2 ժամ անց, երբ արխիվարն իր ռեգիստրում ստուգում էր տեղեկատվությունը, նկատեց թղթապանակում նշված էր 356 էջ, բայց վերադարձված թղթապանակում կային միայն 342 էջ։ 14 էջ անհետացել էր։ Արխիվարը զեկուցեց իր վերադասին։ Վերադասը զեկուցեց անվտանգության ցանցին։ Անվտանգության ցանցը ստացավ հրահանգ փակել գործը, ոչինչ զեկուցել։ 14 էջ, որոնք չէին վերադարձված, պարունակում էին ամենակարևոր ապացույցները։ Ըստ արխիվարի, ով տարիներ անց խոսեց անանուն պայմանով, այդ էջերը վերաբերում էին ոչ թե քաղաքական գործունեությանը, այլ կյանքի, որը Սահակյանը վարում էր ստվերում։ Բժշկական թղթեր, որտեղ նշված էր պատվերված դեղամիջոցներ, ոչ իր անվամբ, այլ ինչ-որ այլ անվամբ։ Ֆինանսական փոխանցումներ դեպի հասցեներ, որոնք չէին գրանցված նրա պաշտոնական գույքացուցակում։ Լուսանկարներ, որոնք երբեք չպետք է գոյություն ունենային։ Բայց ինչու պահպանել այդպիսի թղթապանակ առաջին հերթին։ Պատասխանը կայանում է հասկանալու մեջ, թե ինչպես է գործում իշխանության համակարգը։ Գաղտնիքները չեն պահպանվում լոյալությամբ, այլ փոխադարձ վտանգով։
Երբ մարդը գիտե, որ ինչ-որ մեկի մոտ կա ապացույց նրա դեմ, նա պահպանում է լռությունը, որովհետև գիտե, այդ ապացույցը կարող է օգտագործվել ցանկացած պահի։ Բայց ինչպես համակարգը գործում է, երբ գաղտնիքները վերածվում են ինքնաբուխ պայթուցիկ նյութի։ Երբ իրավիճակը ստանում է այնպիսի լարվածություն, որ նույնիսկ փոխադարձ վտանգը չի կարող կանխել պայթյունը։ 14 անհետացած էջերից մեկը, ըստ աղբյուրների, պարունակում էր բժշկական եզրակացություն Սահակյանի հոգեկան վիճակի մասին։ Հոգեբույժը, որին նա խորհրդակցել էր 2017 թվականին, ախտորոշել է ծանր դեպրեսիա եւ անոթային դիստոնիա։ Եզրակացությունը նշում էր, որ պացիենտը անընդմեջ լարվածության տակ, հնարավոր է սուիցիդալ գաղափարների առկայություն։ Այդ պարբերությունը գրված էր փետրվարի 12-ին։ Ակնհայտ, թե ինչու այդ թղթերը չպետք է մնային արխիվում։ Եթե բացահայտվեին, կհաստատեին, որ Սահակյանը գտնվում էր հոգեկան կոլապսի եզրին։ Սա կդառնար ոչ միայն անձնական, այլ քաղաքական սկանդալ։ Որպես խորհրդարանի նախագահ, նա պարտավոր էր լինել կայուն եւ առողջ։ Ինչու նա գնաց հոգեբույժի մոտ առաջին հերթին։ Ինչ մասին խոսեցին այդ սենյակում, փակ դռների հետևում։ Արդյոք նա ստիպված էր խոստովանել ճշմարտությունը ինչ-որ մեկին, թեկուզ բժշկական գաղտնիության պաշտպանված պայմաններում։ Հոգեբույժները խոսում են այն սահմանադրական պահի մասին, երբ մարդը, որը տարիներ կառուցել է կեղծ կերպար, վերջապես ընդունում է, չի կարող այլևս։ Երբ դիմակը դառնում է ավելի ծանր, քան ճշմարտությունը։ Գուցե այդ էր պահը, երբ Սահակյանը հասկացավ, ավարտը անխուսափելի է։ Արդյոք գիտեին իր ամենամոտ մարդիկ այդ զայցելության մասին։ Աստղիկ Մարտիրոսյանը գործում էր 15 տարի որպես ֆինանսական միջնորդ Գալուստ Սահակյանի եւ երկրորդ ընտանիքի միջև։ Մինչև 2018 թվականի սեպտեմբերը նա չէր խոսել երբեք որևէ մեկի հետ այն մասին, ինչ տեսավ։ Բայց սեպտեմբերի 27-ին ինչ-որ բան փոխեց նրա որոշումը։ Նա գնաց մի ընդդիմադիր կայքի գլխավոր խմբագրի մոտ եւ տվեց ամբողջական մուտքագրություն բոլոր փոխանցումների, բոլոր հանդիպումների, բոլոր հեռախոսազանգերի։ 20 տարի արժող պատմություն, մանրակրկիտ ամսաթվերով եւ գումարներով։ Խմբագիրը հարցրեց. «Ինչու հիմա»։ Աստղիկը պատասխանեց. «Որովհետեւ մեկը պետք է վճարի»։ Աստղիկի վկայությունները բացեց մի աշխարհ, որը հանրությունը երբեք չէր տեսել։ Նա պատմեց, թե ինչպես Սահակյանը տարեկան ծախսում էր մոտավորապես 35,000 ամերիկյան դոլար երկրորդ ընտանիքի համար։ Այդ գումարները հասնում էին բարդ մեխանիզմներով, կանխիկ փոխանցումներ հանրային վայրերում, բանկային հաշիվներ երրորդ անձանց անուններով, նույնիսկ կեղծ ընկերություններ, որոնք ստեղծվել էին միայն թունելավորման համար։ Նա ցույց տվեց փաստաթղթեր, որտեղ նրա սեփական անունը օգտագործվել էր որպես միջնորդ, առանց իր իմացության։ Նա ստեղծել էր ամբողջ համակարգ, ասում է Աստղիկը։ Ոչ մեկը չէր կարող հետևել փողերին, քանի որ դրանք անցնում էին 10 տարբեր ձեռքերով, մինչև հասնելը վերջնական հասցեին։ Բայց ինչու Աստղիկը լռեց այսքան երկար։ Եվ ինչով փոխվեց նրա որոշումը սեպտեմբերին։ Ըստ նրա, վերջին ամիսներին Սահակյանը դարձել էր անկանխատեսելի։ Գումարները, որոնք նախկինում փոխանցվում էին համապատասխան ժամանակացույցով ամեն ամսվա առաջին օրը, հանկարծ սկսեցին ուշանալ։ Երբեմն ուշանում էին 2 շաբաթ, երբեմն ամիս։ Երկրորդ կինը սկսեց անհանգստանալ եւ զանգահարել Աստղիկին, պահանջելով պարզաբանումներ։ Բայց Աստղիկն ինքն էլ չէր ստանում պատասխաններ Սահակյանից։ Հեռախոսազանգերը մնում էին անպատասխան, հաղորդագրությունները անկարդացած։ Այն միջնորդները, ովքեր նախկինում միշտ հասանելի էին, հանկարծ դարձան անհետանվող։ Հուլիսի վերջին Աստղիկը ստացավ հաղորդագրություն Սահակյանի օգնականից։ «Ձմեն ինչ կանգ է առել, մի զանգահարիր»։ Ոչ մի պարզաբանում, ոչ մի հիմնավորում, պարզապես հրահանգ դադարեցնել կապը։ Աստղիկը փորձեց հասնել Սահակյանին ուղղակիորեն, բայց նրա անձնական համարը փոխվել էր։ Գրասենյակի հեռախոսը մշտապես զբաղված էր։ Երկրորդ կինը հուսահատ էր դարձել, գումարները դադարել էին, հաղորդակցությունը կտրվել էր, եւ նա մնացել էր առանց ֆինանսական աջակցության առաջին անգամ 15 տարում։ Նա սկսեց սպառնալ, որ կգնա հրապարակայնության, եթե չստանա պատասխաններ։ Այդ սպառնալիքները հասան Աստղիկին, եւ Աստղիկը հասկացավ, համակարգը փլվում է։ Երբ մարդը տարիներ է եղել մի միջնորդը խաբեության մեջ, երբ գիտե բոլոր մանրամասները, բոլոր գումարները, բոլոր հասցեները, նա դառնում է վտանգավոր։ Ոչ միայն նրանց համար, ում մասին է պահպանում գաղտնիքը, այլև իր համար, որովհետև գիտելիքը կվերածվում է պարտավորության, լռել կամ խոսել։ Եվ երբ լռելը դառնում է անհնար, երբ համակարգը փլվում է, եւ դու հասկանում ես, որ քեզ կարող են զոհաբերել պահպանելու համար մեծ գաղտնիքը, այդ պահին խոսելը դառնում է միակ փրկությունը։ Աստղիկը ընտրեց խոսել։ Հիշուք եք վերջին մարդու, ում լիովին վստահեցիք։ Հիմա պատկերացրեք, այդ մարդը ձեզ դավաճանում է ամենամութ օրը։ Այսպես պատահեց Գալուստ Սահակյանի հետ։ Մեկը ամենամոտ շրջապատից,
վաճառեց նրան հակառակորդներին։ Անվտանգության պահակները պահպանեցին լռություն 30 տարի։ Այսօր առաջին անգամ նրանք պատմելու են ճշմարտությունը Հայաստանի պատմության ամենամեծ դավաճանության մասին։ Անանուն աղբյուր, որը տարիներ աշխատել է անմիջապես Սահակյանի կողքին, համաձայնվեց բացահայտել անունը։ Դիմիտրի Գրիգորյանը, նախկին անձնական օգնական, որը տեսել է ամեն ինչ։ Այն մարդը, ով կազմակերպում էր գաղտնի հանդիպումները, փոխանցում էր գումարները, ծածկում էր, որոշում է դադարեցնել լռությունը։ Համակարգը փլվում է մի քանի ժամում։ Դիմիտրին առաջին անգամ հանդիպեց անծանոթ կոնտակտին մարտի 17-ին։ Հանդիպումը տեղի ունեցավ Հին Պուրակում, Նոր Քմարաշի շրջանում, որտեղ ոչ ոք չէր կասկածելու։ Մարդը, ով եկավ, ներկայացավ որպես հետաքրքրված կողմ։ Նա չասաց անուն, բայց Դիմիտրին հասկացավ անմիջապես, դա մեկն էր այն մարդկանցից, ում հանդեպ Սահակյանը պարտական էր մեծ գումարներ։ Հանրային երեսներ չունեցող մարդիկ, բայց համակարգի ստվերային մասը։ Նրանք խոսեցին 40 րոպե։ Կոնտակտը ցույց տվեց ֆոտոներ։ Դիմիտրին կանխիկ փոխանցում է փաթեթը անծանոթ կնոջը։ Ուրիշ լուսանկար։ Դիմիտրին եւ Սահակյանը գաղտնի բնակարանի մոտ։ Երրորդ լուսանկար։ Բանկային փաստաթուղթ նրա անունով։ Դուք լավ գիտեք, թե ինչ է սպասվում, եթե սրանք հրապարակվեն, ասաց կոնտակտը։ Դիմիտրին փորձեց բանակցել։ Ասաց, որ նա պարզապես կատարում էր հրահանգներ, որ ոչինչ չի տիրապետել, որ հանցավոր չէ, բայց կոնտակտը ընդհատեց նրան։ Մեզ հետաքրքրում է ոչ թե դու, այլ այն, ինչ գիտես, եւ այն, ինչ կարող ես տալ։ Պահանջերը լուրջ էին։ Ամբողջական փաստաթղթավորում բոլոր ֆինանսական փոխանցումների 15 տարվա ընթացքում։ Բոլոր հասցեները, որտեղ Սահակյանը պահել է գաղտնի հանդիպումներ, անուններ բոլոր միջնորդների, ովքեր օգնել են պահպանել գաղտնիքը, եւ ամենակարևորը՝ բժշկական թղթերը, որոնք անհետացել էին արխիվից։ Մենք գիտենք, որ դու դրանք վերցրել ես, ասաց կոնտակտը, եւ Դիմիտրին չհերքեց։ Ճշմարտությունը նա իրոք ուներ պատճենները, պահպանել էր որպես ապահովագրություն իր սեփական պաշտպանության համար։ Հիմա այդ ապահովագրությունը դարձավ նրա դատապարտության վկայությունը։ $200,000 դիմաց Դիմիտրին տվեց ամեն ինչ։ Նա փոխանցեց թվային ֆայլեր, որոնք պարունակում էին հազարավոր էջ փաստաթղթեր, բանկային հաշիվներ, հեռախոսազանգերի գրանցումներ, էլեկտրոնային նամակներ, նույնիսկ աուդիոձայնագրություններ մի քանի հանդիպումներից, որտեղ Սահակյանը խոսում էր երկրորդ կնոջ հետ։ Այդ ամենը մեկ կոշտ սկավառակի մեջ, որը Դիմիտրին տեղափոխեց մարտի 21-ին։ Երբ նա ստանում էր գումարը, կանխիկ խոշոր թղթադրամներով փաթեթավորված սև պայուսակում, նա զգում էր խառն զգացումներ։ Մի կողմից ազատության զգացում։ Հիմա նա ուներ բավականաչափ փող, որպեսի հեռանա, սկսի նոր կյանք հեռու այս ամենից։ Մյուս կողմից մեղքի զգացում, որը ճնշում էր ավելի ուժեղ, քան ակնկալել էր։ Նա դավաճանել էր մարդուն, որը 10 տարի վստահել էր նրան ամեն ինչով։ Բայց մեղավորության զգացումը կարճ էր ապրեց։ Մարտի 24-ին Դիմիտրին լսեց լուրերը։ Առաջին մեդիակայանը հրապարակել էր նյութ Սահակյանի կրկնակի կյանքի մասին։ Լուսանկարները, որոնք նա տրամադրել էր, էկրանին էին։ Ֆինանսական փաստաթուղթերը վերլուծվում էին ուղիղ եթերում։ Լրագրողը, ով ներկայացնում էր նյութը, անվանում էր դա վերջին տասնամյակի ամենամեծ քաղաքական սկանդալը։ Դիմիտրին նստած էր իր բնակարանում, դիտում էր հեռուստացույցը եւ զգում էր, թե ինչպես է նրա սեփական դերը այս ամենի մեջ դառնում է անխուսափելի մաս պատմության։ Նա դավաճանել էր, եւ այդ դավաճանությունը արդեն փոխում էր ամեն ինչ։ Արդյոք նա գիտե, որ Սահակյանի վերջը մոտ է։ Վերջին 24 ժամ։ Երբ ժամացույցը սկսում է հաշվել ոչ թե օրերը, այլ ժամերը, մարդը տարօրինակ կերպով դառնում է ավելի ստույգ։ Գալուստ Սահակյանը արթնացավ ապրիլի 26-ին, առավոտյան 75 րոպեն։ Սա ոչ սովորական ժամ էր նրա համար, սովորաբար արթնանում էր 6-ին, բայց այդ գիշերը քունը եղել էր խանգարված։ Նա ասաց իր կնոջը, որ գլուխացավ ունի։ Կինը առաջարկեց զանգահարել բժշկին, բայց նա մերժեց։ Պարզապես հոգնածություն է, ասաց նա։ Կինը նկատեց, որ նրա ձեռքերը թրթռում էին, երբ նա բռնում էր սուրճի բաժակը։ Նա հարցրեց. «Ֆիզիկապես լավ ես զգում»։ Սահակյանը պատասխանեց. «Ավելի լավ, քան երբևէ»։ Բայց ձայնը հակասում էր խոսքերին։ Առավոտյան ժամը 9:35-ին նա ստանում է հեռախոս։ Անծանոթ համար։ Նա պատասխանում է, լսում է ձայնը, որը ասում է միայն մեկ նախադասություն. «Հեռուստացույցը միացրեք»։ Սահակյանը իջնում է ներքև, դեպի իր աշխատասենյակը, միացնում է հեռուստացույցը։ Երկրորդ ալիքը ցույց է տալիս նրա լուսանկարը մեծ վերնագրով «Խորհրդարանի նախագահի կրկնակի կյանքը բացահայտվեց»։ Նա տեսնում է լուսանկարները, ինքը երկրորդ կնոջ հետ, երեխան նրա գրկում, փաստաթուղթերը բանկային փոխանցումների մասին, ամեն ինչ։
Ամբողջ գաղտնիքը, որը պահպանել էր 15 տարի, այժմ հրապարակվում է միլիոնների աչքերի առջև։ Նա նստում է աթոռին, հեռուստացույցը շարունակում է բարձրաձայնել մանրամասները, իսկ նա պարզապես նայում է անշարժ։ Ձայնը նրա գլխում փսփսում է։ Ավարտվեց։ Ժամը 10:10 նա զանգահարում է Դիմիտրիին։ Հեռախոսը զանգում է 7 անգամ, ապա անջատվում է։ Նա կրկին զանգահարում է։ Նույն արդյունքը։ Երրորդ անգամ համարը արդեն անհասանելի է։ Սահակյանը հասկանում է։ Դիմիտրին, նա ով գիտեր ամեն ինչ, ով պահել էր բոլոր գաղտնիքները, դավաճանել է։ Ինչու։ Գումարի համար։ Սպառնալիքների պատճառով։ Թե պարզապես որովհետև վստահությունը հնարավոր չէր պահպանել հավերժ։ Նա նստած է աթոռին, ձեռքերը ծածկում են դեմքը։ Ինչ-որ մեկը խփում է դռանը։ Կինն է։ Նա մտնում է առանց սպասելու թույլտվությանը։ Դեմքը պաղ է, աչքերը կարմիր։ Ես նայեցի լուրերին, ասում է նա։ Սահակյանը չի պատասխանում։ Կինը հարցնում է. Դա ճշմարիտ է։ Նա դեռ լռում է։ Կինը սկսում է արտասվել։ Քանի տարի ես ինձ խաբել։ Սահակյանը վեր է կենում, փորձում է մոտենալ նրան, բայց նա քայլ է անում հետ։ Մի մոտեցիր ինձ։ Նրանց միջև տարածությունը ոչ միայն ֆիզիկական է այժմ։ Դա տարածություն է 30 տարվա սուտի, դավաճանությունների, կորցրած վստահության։ Կինը դուրս է գալիս սենյակից, դուռը փակվում է։ Սահակյանը մնում է մենակ։ Ժամը 11-ին սկսում են զանգահարել հեռախոսները։ Գրասենյակից, կուսակցությունից, մամուլից։ Նա բոլորին անտեսում է։ Ինչ կարելի էր ասել։ Ինչպես կարող էր նա բացատրել այն, ինչ անբացատրելի է։ Ժամը 12-ին նա ստանում է հաղորդագրություն կուսակցության առաջնորդից։ Քեզ պետք է հեռանալ։ Պարզ, ուղիղ, առանց ուրիշ խոսքերի։ Քաղաքական կարիերան, որը տևել է 35 տարի, ավարտվում է մեկ տեքստային հաղորդագրությամբ։ Ով շահեց Գալուստ Սահակյանի անկումից։ Այս հարցը դառնում է ամենակարևորը, երբ փոշին իջնում է եւ մնում է միայն հարցականը, ինչ իրականում տեղի ունեցավ։ Փողերը, որոնք վճարվեցին Դիմիտրիին, եկան ինչ-որ մեկից, բայց ով է այդ մեկը։ Հետաքննական լրագրողներ սկսեցին հետևել ֆինանսական հետքերին։ $200,000 փոխանցվել էր օֆշորային հաշվից, որը գրանցված էր Կիպրոսում։ Հաշվի տերը ընկերություն անունով Armenia Development Group։ Այդ ընկերության տնօրենը Արամ Սարգսյանը։ Իսկ Արամ Սարգսյանի եղբայրը Վազգեն Սարգսյանը խորհրդարանի փոխնախագահ եւ Սահակյանի ամենամեծ քաղաքական մրցակիցը։ Պատահականություն, թե ծրագիր։ Երբ սկանդալը պայթեց, Վազգեն Սարգսյանը առաջինը պահանջեց Սահակյանի հրաժարականը։ Նա խոսեց հանրության առջև, դատապարտելով անբարոյական վարքագիծը, պահանջելով թափանցիկություն եւ պատասխանատվություն։ Նրա ելույթը դիտվեց 2 միլիոն անգամ առաջին 2 ժամում։ Քաղաքական վարկանիշը բարձրացավ 15%-ով մեկ շաբաթում։ 2 ամիս անց, երբ Սահակյանը հրաժարական տվեց, Վազգեն Սարգսյանը ընտրվեց խորհրդարանի նոր նախագահ։ Կինը, երկրորդ ընտանիքից, ստացավ ֆինանսական կարգավորում։ Ռումբերը հնչեցին, որ գումարը մոտավորապես $150,000 էր։ Ով վճարեց։ Պաշտոնական ընտանիքը, համոզված ոչ։ Կուսակցությունը ժխտեց։ Բայց լրագրողները հայտնաբերեցին փաստաթուղթ, որը ցույց էր տալիս վճարողը նույն օֆշորային ընկերությունն էր։ Ինչու Վազգեն Սարգսյանի կապված ընկերությունը վճարում էր լրացման համար երկրորդ կնոջը։ Մեկ տեսությունը, որպեսզի նա չհրապարակի ավելի շատ մանրամասներ, որոնք կարող էին վնասել ամբողջ քաղաքական համակարգին։ Ուրիշ տեսությունը, որպեսզի ապահովի նրա լոյալությունը եւ կանխի ապագա խոսքերը։ Դիմիտրի Գրիգորյանը անհետացավ ապրիլի 30-ին։ Հեռախոսը անջատված էր, բնակարանը դատարկ, ոչ մի հետք։ Աղբյուրներ փսփսում են, որ նա հեռացել է դեպի Ռուսաստան, ուրիշներն ասում են Եվրոպա։ 2 տարի անց մի լրագրող պնդեց, որ տեսել է նրան Բերլինում, աշխատում է փոքրիկ ռեստորանում։ Բայց երբ փորձեցին հետևել, Դիմիտրին անհետացավ կրկին։ Նա եղել է գործիքը, օգտագործված, վճարված, անտեսված։ Աստղիկ Մարտիրոսյանը, ֆինանսական միջնորդը, որը առաջինը խոսեց մամուլի հետ, ստացավ սպսպառնալիքներ։ Անանուն զանգեր, հաղորդագրություններ, լռիր կամ պատահելու է։ Նա դիմեց ոստիկանության, բայց քննությունը երբեք ավարտ չգտավ։ 6 ամիս անց նա տեղափոխվեց արտասահման, փոխեց անունը, սկսեց նոր կյանք։ Նա էր վկան, որը տեսավ ամենաշատը, բայց դարձավ փախստական։ Պաշտոնական ընտանիքը փլվեց։ Կինը ներկայացրեց ամուսնալուծության հայց 1 ամիս սկանդալից հետո։ Ըստ իրավաբանական փաստաթղթերի, բաժանումը ավարտվեց 2 տարում, իսկ գույքը բաժանվեց անհավասար, մեծ մասը մնաց կնոջը եւ երեխաներին։ Սահակյանը չվիճեց։ Նա ստորագրեց ամեն ինչ առանց կարդալու։ Երեխաները դադարեցին խոսել հոր հետ։
Մեծ դուստրը տվեց հարցազրույց, որտեղ ասաց. «Ես այլևս ճանաչում եմ այդ մարդուն»։ Երկրորդ ընտանիքի երեխան, տղան, ով 15 տարի ապրել էր առանց հոր անվան, վերջապես ստացավ ճանաչում, բայց ոչ Սահակյանից։ Դատարանը պարտադրեց ԴՆԹ թեստ, որը հաստատեց հայրությունը։ Տղան փոխեց ազգանունը ընդունելով Սահակյան, բայց երբ լրագրողները հարցրին ուզում է հանդիպել հոր հետ, նա պատասխանեց. «Ես ինձ համար հայր չունեմ»։ Գալուստ Սահակյանը ապրեց իշո 2 տարի եւ 9 ամիս սկանդալից հետո։ Այդ ժամանակահատվածում նա երբեք չտվեց հրապարակային ելույթ։ Ապրում էր փոքրիկ բնակարանում, մենակ, զրկված ամեն ինչից, ինչ ունեցել էր։ Նրա վերջին օրերը անցան լռությամբ։ Ըստ բժշկական գրանցումների, նրա առողջությունը վատթարանում էր արագ վերջին ամիսներին։ Սիրտը թուլանում էր, ճնշումը բարձրանում էր, քաշը դառնում էր 29 կիլոգրամ նորմայից պակաս։ Եվ ապա եկավ այն օրը, երբ նրա կյանքը հասավ վերջնակետին։ Բայց ով իրականում եղավ այդ վերջի պատասխանատուն։ Ով շահեց, քաղաքականորեն, ֆինանսապես, անձնապես։ Պատասխանը դեռ չգրված է պատմության էջերում։ Գալուստ Սահակյանի օրերը փակվեցին հանգիստ, հեռու հրապարակայնությունից, այն աղմկից, որը տասնամյակներ ուղեկցել էր նրա անունը։ Երբ նրա անունը հիշատակվում է այսօր, արձագանքը բաժանված է։ Ոմանք տեսնում են քաղաքական, ով տվեց 35 տարի ծառայության։ Ուրիշներ տեսնում են մարդուն, ով դավաճանեց այն արժեքներին, որոնք քարոզում էր։ Բայց ինչպիսին էր իրական ճշմարտությունը։ Պաշտոնական ընտանիքը վերականգնվեց դանդաղ։ Կինը, ով կրեց ամենամեծ ցավը, երբեք չխոսեց հրապարակայնորեն այդ տարիների մասին։ Երեխաները մեծացան, ստեղծեցին իրենց ընտանիքները, տարվեցին հեռու քաղաքականությունից։ Նրանք ընտրեցին զբաղվել բիզնեսով, կրթությամբ, արվեստով, ամեն ինչով, միայն ոչ այն ոլորտով, որը խորտակեց իրենց հոր կյանքը։ Մեծ դուստրը տեղափոխվեց Կանադա։ Միջինը մնաց Երևանում, բայց փոխեց ազգանունը, կրտսերը դարձավ լրագրող, մասնագիտացած հենց կոռուպցիայի եւ քաղաքական սկանդալների բացահայտման մեջ։ Ճակատագրի տարօրինակ շրջադարձ։ Երկրորդ ընտանիքը մնաց ստվերում։ Կինը, ով 15 տարի ապրել էր գաղտնի կյանքով, վերջապես ստացավ ֆինանսական հատուցում, բայց ոչ երբեք հանգստություն։ Նա չշարունակեց հանակեց հարաբերությունները Սահակյանի հետ սկանդալից հետո։ Ըստ ընկերների նա ասում էր, որ այլևս չկա ինչ պահպանել։ Տղան, ով վերջապես իմացավ, թե ով է իր հայրը, սովորեց արտերկրում, վերադարձավ Երևան տարի առաջ եւ այժմ աշխատում է ոչ կառավարական կազմակերպությունում, պաշտպանելով երեխաների իրավունքները։ Նա երբեք չհանդիպեց Սահակյանի հետ իր կյանքի վերջին տարիներին։ Երբ հարցրին ինչու, պատասխանեց. որոշ հարաբերություններ չեն կարող սկսվել, երբ արդեն ավարտված են։ Դավաճանները եւ օգտվողները բարգավաճեցին։ Վազգեն Սարգսյանը պահպանեց այդ խորհրդարանի նախագահի պաշտոնը 5 տարի, մինչև հաջորդ ընտրությունները։ Նրա քաղաքական կապիտալը աճեց այդ սկանդալից։ Դիմիտրի Գրիգորյանը, ով ստացավ $200,000 դավաճանության համար, ապրում է արտերկրում, անանուն կյանքով։ Ռումբերը հնչում են, որ նա փորձել է կրկին կապ հաստատել հին կապերի հետ, բայց բոլորը մերժել են։ Նա ապրում է մենության մեջ, կանխիկ գումարները սպառվում են դանդաղ, իսկ խղճի կծիկները հետապնդում են գիշերները։ Հայաստանում քաղաքական մշակույթը փոխվեց դժվարությամբ։ Սահակյանի սկանդալը դարձավ դաս, բայց ոչ բոլորը սովորեցին։ Նոր սկանդալներ պայթեցին տարիների ընթացքում, այլ անուններով, այլ դեմքերով, բայց նույն սխեման։ Գաղտնի ընտանիքներ, ծածկված ֆինանսներ, դավաճանություններ ներքին շրջանակում։ Կարծես համակարգը սովորել էր միայն ավելի լավ թաքցնել, բայց ոչ փոխել էության։